Սիրելի ազգագիցներ, Աստծո փառք եւ գոհություն, մենք կգտնվենք Նապոլի քաղաքը եւ այս տաղը, հաջողված տաղը, որ գտեսնեք, կգոչվի Via di San Gregorio Armeno, Սուրբ Գրիգորի, հայոց Սուրբ Գրիգորի տաղ։ Եկեղեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով կգոչվի, տեսեք հսկա եկեղեցի է 15-րդ դարում։ Եվ հիմա ներս կմտնենք, որ Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները եւ քանգը այստեղ գտնվում։ Սյունազարդ կավիթն է այստեղ, արդեն գրեթե հայկական ոչ մնալ կա, որտեղ ընդհանրապես այդպես չլա։ Դեսնեք Սուրբ Գրիգոր Լուսավորիչը իր փառավորումի մեջ հրեշտակները եւ դագը ուրեմն այն քաղաքներ, որ Բյուզանդիային այստեղ բերվեցավ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները, այսօր միանցուհիներուն Սուրբ Ստեփանի եւ Սուրբ Լորենցոյի պատկերներն են, ասում հասարականտակներն են իտալացի սուրբերու։ Աստվածամոր Սուրբ ուրեմն Հիսուսի ծննդյան պատկերն է Աստվածամայրը, Հայրոսեփը։ Այստեղ ավետման պատկերն է։ Դարձյալ Աստվածամոր պատկերը։ Ահավասիկ սիրելներ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի քանգն է խորանին վրա։ Հավատացյալներ, ուխտավորներ։ Այստեղ հայերենով եւ իտալերենով գրված է սիրելներ, այստեղ բահվում են Սուրբ Գրիգոր Հայի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, մոտ 255-330, 301 թվականին քրիստոնեություն որպես pedagogan գրոն հրճակած առաջին երկրի Հայաստանի ավետարանչի եւ հայ առաքելական եկեղեցու հիմնադրի մասունքները 2001 թվականին Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առիթով ի նշան երկու եկեղեցիների եղբայրության Հայաստանի ու Իտալիայի եւ երկու ժողովուրդների բարեկամության հայ առաքելական եկեղեցին հաստատվել Սուրբ Գրիգոր Հայի մասունքների մի մասը, որոնք բահվում են Հայաստանի մայրաքաղաքի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։ Շատ բարի։ Ես հիմա սիրելիներ ցեզի պատմեմ Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասին եւ այս տաճարին մասին։ Շատ բարի, սիրելիներ։ Այստեղ լսեցեք ինձի վերջը ցեզի կբացնեմ ներս կհրավիրեմ։ Սիրելի քույրեր եղբայրներ, մեր հայ ժողովրդին համար մեծ բադիվ եւ մեծ օրհնություն է Իտալիայի այս երրորդ մեծագույն քաղաքին մեջ, Նապոլիի մեջ ունենալ Սուրբ Գրիգոր Լուսավորչի քանգը եւ զանազան սրբություններ։ Նապոլին սիրելիներ Իտալիայի երրորդ մեծ քաղաքն է, ինչպեսի Հռոմեն, Միլանոյեն յետք երրորդ մեծ քաղաքն է։ Եվ այստեղի Պաշտպան Սուրբը գնկատվի Սուրբ Գենարիոսը, որուն մայր եկեղեցին գա քիչ անտին, Սուրբ Գենարիոսի հրճակավոր եղած է եւ մեր եկեղեցու մենք կդոնենք Սուրբ Գենարիոսի հիշադակը ամեն հիսնագի Adventi հիսնագի երկրորդ երկուշաբթի օրը անոր արյունը մինչև այսօր գբահվի եւ դարին 3 անգամ արյունի գբերածվի։ Միշտ անոր դոնը կաթոլիկ եկեղեցին սեպտեմբեր 15 գդարե։ Այստեղ երկրորդ մեծ սուրբն է սիրելիներ, Սուրբ Գրիգոր հայոց Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, իրենք կգոչեն San Gregorio Armeno։ Ինչպես հասած է այստեղ Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները։ 8-րդ դարում, երբ որ Բյուզանդիայի մեջը բատկերամարտությունը սկսավ իկոնոստասները, այսինքն անոնք որոնք սրբանկարչության թեմային, մասունքներու թեմային, հալածանք սկսան եւ ինչ պատահեցավ սիրելիներ, այնպես պատահեցավ որ
միանցնուհիներ, այսինքն մայրաբետներ, այդ Բյուզանդիայի մեջ իրենց մոտ կբահեին, ովքեր իրենց մոտ կբահեին Սուկրիկոր լուսավորչի քանգը։ Եվ հալածական անոնք դուրս ելան, փախան եւ եկան սիրելիներ այստեղ Նապոլի։ Տեսեք, ճիշտ այստեղը վերևը կտեսնեք, ուրեմն հալածված մայրաբետները, այս ծայրը պատկերը կտեսնեք վերևը, ուրեմն փախուստ ու դա նավակով գուքան մայրաբետները կտեսնեք, ուրեմն Սուրբ Փարսեղ Գեսարացիի գարքին հետևող հայ մայրաբետներ, հայ միանցնուհիներ էին, սպիտակ սկեստով, սև ուրեմն շղարշով, գլուխին ծածկած, եւ իրենց ուսերուն վրա դուք մշարգած են տեսակ, Սուկրիկոր լուսավորչի քանգը եւ մասունքներն են, ահավասիկ իրենց հետ կբերեն, եւ տեսեք երկինքեն հայրը գործն է, եւ երբ որ Նապոլի քաղաք կելեն, երրորդ նկարը, երրորդ պատկերը նայեցեք, ուրեմն միանցնուհիներու, մայրաբետներու, հայ մայրաբետներու մեծավորուհին է իր ցեք եպիսկոպոսական կավազանգա եւ Նապոլի ժողովուրդը մեծ օրհնությամբ զիրենք գտիմավորեն։ Եղավ սիրելիներ, այս եկեղեցվո մեջը Սուկրիկոր լուսավորչի նվիրված բազմաթիվ պատկերներ կան։ Առաստաղնալ ամբողջությամբ տեսնեք, հավասիկ մեջտեղը Սուկրիկոր լուսավորիչն է, տեսակ, ճիշտ մեջտեղի պատկերը եւ գողքին խոնարհած են դրտակ թակավորը եւ աշխեն թակուհին։ Տեսակ, ուրեմն Հացարիկ եկեղեցի է, այս եկեղեցին 1574-ին սարկված սիրելիներ, 1574-ին սկսավ սարկվիր, 1579-ին ավարտեցավ, 100 տարի վերջ, ուրեմն Լուկա անունով մեծ արվեստագետը 100 տարի վերջը 1679 թվականին բացառիկ պատկերներ գծեց Սուկրիկոր լուսավորչին, ինչպես վերևը կտեսնեք, ներողություն, մայր խորանի վրանալ սիրելներ կտեսնենք Հիսուսի այլագերբությունը եւ այստեղը շատ կարեւոր պատկերներ կան։ Հիմա ցեզի կբացատրեմ։ Նախ երկու բառով Սուկրիկոր լուսավորչի մասին ցեզի պատմեմ։ Սուկրիկոր լուսավորիչը սիրելիներ հայոց անագին ուրեմն իշխանին զավակներ, Բարթևական դողմեն, Սուկրիկոր լուսավորչին մագանունը Բարթև էր, իմ անունս ծերնաթրության, Սուրբ Գրիգոր լուսավորչի մագանունեն է, որտև Բարթև էր, Սուրբ Գրիգոր Բարթև։ Իր անունը Սուրեն էր նախապես։ Գրիգորը հետո սիրելներ իր անուն դարձավ մգրդության անունը, որտև Սուրեն կնշանակե Գրիգոր Արթուն։ Ուրեմն ինչ պատահեցավ։ Այդ ժամանակ հայոց թագավորն էր Խոսրով թագավորը։ Բարսիկներու թագավորը գայսը այդ արքայից արքան անագին ըսավ անագ գուզես Հայաստանի թագավորը լալ անագ ըսավ այո Սուկրիկոր լուսավորչի հայրն է անագը իշխան էր եւ հայոց Խոսրով թագավորին հարազատն էր ըսավ որ եթե գուզեսը լալ քնա սպամնե քու հարազատդ ես քեզ թագավոր կհրճակեմ Հայաստանի անագնալ ինչ հրավ ելավ իր ընտանիքը արավ Եվ իբրև թե հալածական Բարսկաստանից, Բարսկաստանեն դուրս փախավ եւ դեպի Հայաստան եկավ։ Խոսրովի մոտ եկավ իր ասկականին, ասավ որ Խոսրով, Բարսկաստան հալածեց իս արքայից արքան։ Գրնամ կովդ ապրիլ եւ Խոսրով հայոց թագավորը իր հարազատն էր, ասավ անշուշտ, դու եւ ընտանիքդ գրնակ ապրիլ։ Եվ Անակը սկսավ Խոսրովի մոտ ապրիլ։ Դժբախտաբար Անագի մտքի մեջ չար ծրագիր կար, սպանել հայոց թագավորը։ Ինչ պատահեցավ, այնպես եղավ, որ վստահությունը արդեն երկար ժամանակ միասին էին, օրը միասին գերտան ինչի որսի։ Եվ որսի ընթացքին Անագը դժբախտաբար թանագը թաշունը գանե եւ Խոսրով թագավորը կսպաննե։ Եվ երբ նախարարները գահավաքվի Խոսրովին թե շուրջը, գտեսնե որ վերջին շունչը գուտա եւ Խոսրով թագավորը գահիտնե որ զինքը սպանողը ով եղավ Անագը։ Ուրեմն հայ նախարարները անմիջապես Անագին ետևեն գահստին, գսպանեն Անագը և գսպանեն Անագի ընտանիքը։ Ով գազադի միայն Անագի ընտանիքեն Սուրենը, փոքրիկ Սուրենը, իր թայակները զինք առնեն և գտանեն Գաբաթովգյա, Գեսարիա։ Այնտեղ քրիստոնեական գրթություն կստանա և կգոչվի Գրիգոր։ Մինչ այդ Բարսիկներու արքայից արքան, երբ գիմանա որ հայոց Խոսրով թագավորը սպանված է, Բարսկաստանին կհարձակի Հայաստանի վրա։ Եվ այս անգամ ինչ կնե
Խոսրով թագավորին ընտանիքը գսպանն է։ Խոսրով թագավորի ընտանիքեն երկու հոգիներ գազադին։ Մեկը դրթադը, որ ապակային բիդելար դրթադ հայոց թագավորը, մեկը Խոսրովի թուղթը, այսինքն դրթադին քույրը։ Եվ դրթադը գփախցվի Հռոմ, Իտալիա։ Իտալիայի մեջ դրթադ կմեծնա եւ բացությունը գսե, բացիչները գսեն, որ դրթադը գլադիատորներու խաղերու կմաստակցեր եւ միշտ հաղթական գելեր։ Օրնալ գայսը, Հռոմի գայսերեն գսե, քեզ պիտի վերադարձնեմ Ետ Հայաստան, քեզի փանակ, բարսիկերուն թեմ բայկարիր եւ քու հայրիտ հորդ քահը Ետ վերադարձու։ Եվ իսկապես դրթադ թագավոր գվերադառնա Ջանաբարին գանցնի Գեսարիային։ Իր փանագի մեջ ով գմտնե Քրիկորը գմտնե, որպես քարդուղար, որովհետև շատ զարգացած էր։ Եվ որպես քարդուղար ներս գմտնե, իր փանագի մեջ գմտնե, հաղթանակած դրտադը գահաչողի Հայաստան կալ եւ գրավել իր հորը կահը եւ դրտադ կդառնա ինչ թագավոր։ Ասկավոր թվականին գլա մոտավորապես 285-ի ադենները։ Ուրեմն դրտադ թագավոր արդեն հաղթանակած գսկսի չաստվածներուն հետանոց էր չմորնակ զոհեր մատուցանել, շնորհակալության զոհեր։ Միշտ գիտեք սիրելներ, երբ որ մեկը բարի դերմը կհասնի, իրեն ինչ կունենա նախանցողներ, ապրիկ։ Ուրեմն ինչ կգբադահի, մարդիկ կսկսին չարախոսել դրտադ թագավորի մոտ, որու մասին Քրիկորի մասին, ասելու համար, որ Քրիկորը քո աստվածներուդ չեր գրբակել։ Եվ դրտադը զինք կգանչե շատ կսիրեր են, իր քարդուղարն էր, գսե որ Քրիկոր աստվածներուն պիտի երկրբակես։ Գսե որ Քրիկորը ես մեկ աստված կճանչնամ, երկնքի եւ երկրի արարիչը, Հիսուս Քրիստոսը, ուրիշ աստվածներ չեմ բաշխել։ Դրտադ թագավորը որքան խոստում գնե իրեն, որ քեզի մեծ պաշտոնի կփարստացնեմ, քեզի գումար գուտամ եւ այլն, բացարձակ կերպով, ուրեմն դրտադ թագավորը փարգացած, քանի որ իր ռամանը չի կատարեր, կսկսի իրեն չարչարել։ Քանի անգամներ կսկսի չարչարել, բայց ինչ կպատահի, չարչարաններու ընթացքին շատ ծանր չարչարաններ։ Երևակայեցեք սիրելներ, որ Սուկրիկոր Սավորչի չարչարանները շատ ահավոր են, այստեղ պատկեր գարվեջը ցույց կտամ իր 12 չարչարանները, մինչև իսկ իրեն հագարակ կգախեն եւ իր մարմնի մեջ ճուր գլեցնեն, որովհետեւ ճուրեն ուրի է բայթի, այդքան ահավոր Սուկրիկոր Սավորչի չարչարվի, հանգարց մարդիկ կհայտնվին եւ կջանչնան Քրիկորին արմատները մեջտեղ գանեն եւ գսեն դրտադ թագավորին, որ գիտես ով է Քրիկորը։ Քրիկորը քու հայրդ սպանած մարդուն անագին դղան է, որ այս կլսե դրտադը ամենեն ծանր չարչարաններու գենթարկեզի։ Եվ ապա զինք կնեդե ուր խոր վիրաբի մեջ։ Անոնք որոնք Հայաստան կացած են գիտեք խոր վիրաբը։ 14 տարի խոր վիրաբի մեջ Սուկրիկոր Լուսավորիչը գմնա։ Եվ խոր վիրաբը մահաբադիժի վայր է, օծերով գարիչներով լեցուն, սակայն սիրելներ, ինչպես Դանիել մարգարեն եւ որ արույձերու կուպը նետվեցավ, արույձները իրենց չի մոտեցան, այդպես ալ օծեր գարիչները չեն գտնար մոտենալ Սուկրիկոր Լուսավորչին։ Եվ Սուկրիկոր Լուսավորիչ 14 տարի այդտեղ գմնա։ Գսվի որ սիրելներ բարի գիմը իրեն միշտ կայցել էր եւ բադարը հաց կներ։ Եվ նաեւ գբատմվի մեր եկեղեցու մեջ եւ դոննա գդոնվի Սուրբ Հարութենեն յետքը սիրելներ 4-րդ գիրակի օրը, երբ որ Սուկրիկոր Լուսավորիչ խորվիրաբի մեջ է, այդ մթության մեջ ամեն օր հրեշտակ մգուքար իրեն այցելության։ Օրը հրեշտակը կբացակայի եւ Սուկրիկոր Լուսավորիչ կզարմանա։ Հաջորդ օրը երբ հրեշտակը գուքա, գսե որ ուր է երեգին զայցի չեկա, հրեշտակը գսե։ Երկնքի մեջ գսե, մենք 9 խումբերը կփաղկանանք։ Ես գսե 4-րդ թասի հրեշտակներեն են։ Գսե երբ որ Քրիստոս երկինք ելավ, համբարձավ, 9 օր գսե մեր հրեշտակներու խումբերը ամեն մեկ օր մեկ թասմը, մեկ խումբը գերտա եւ գերգրբակե գդոնա խմբե Հիսուսի համբարձումը։ 3 գսե իմ խումբիս, իմ թասիս դոններ մենք պիտի երթայինք Հիսուսի երգրբակելու, ես ադորամար չգրծակովը տկալ գսե։ Եվ այս ավանդությունը մեր ժողովրդի մեջը սիրելներ բահբանված է մինչև այսօր։ Ուրեմն Սուկրիկոր Լուսավորչի մասունքները այստեղ փոխադրվեցան եւ այստեղ սիրելներ ահվասի Սուկրիկոր Լուսավորչի քանգը գտնվի։ Հրաշագործ քանգ է։ Գիտեք, բաղությունը շարունակեմ, եւ որ խոր վիրաբի մեջներ հրիփսիմյանց գույսերը Հրիփսիմե Գայանե եւ 70 հոգիով իրականության մեջ հալածված Թեոգեդիանոս գայստին գողմե գուքան հռոմեն ուր
Հայաստան նախ կուքան վարակա շրջանը այդտեղ սիրելիներ գմնան, բայց ինչ կբադահի այնտեղ կսկսին հալածվի ուստի գույսերը գթողեն եւ գեհերանան գուքան վաղաշաբաթ այսինքն այսօրվա էջմիածին որ այդ ժամանակ ուրեմն մայրաքաղաքն էր դրտա թակավորին լուր գղրկե Թեոկեդիանոս կայսը որ իմ քաղաքես իմ երկրես 70 գույսեր փախած են եւ անոնց մեջ մեկը գա Հրիփսիմե անունով որ շատ գեղեցիկ է եթե գտնես այն ղրգե եթե դու սիրահարվիս դա ամուսնացիր եւ իսկապես բրբդումները յետքը մեջտեղ գլեն այս գույսերը Հրիփսիմեն քեղեցիկ խենթանալի գույսը թակավորը գիանա դրտա թակավորը իրմով եւ գուզե իրեն հետ ամուսնանալ բայց Հրիփսիմեն գմերժե Գայանեն փերել գուդա դրտա թակավորը որ մեծավորուհին էր ամբողջ խումբին գսե որ համոզե այս աղջիկան որ հետս ամուսնա Գայանե մայրնալ ինչ կնե գսե Հրիփսիմեին թուն գսե աղջիկս երկնավոր փեսային կպատկանիս մարդկային թակավորներու հարստութենեն չխապվիս գսե հաստատ մն հավատքիդ մեջ այդ ժամանակ սիրելներ թակավորը դրտա թակավոր եւ որ գործե բարդատրանքով բռնությամբ իր հետ ամուսնանալ այդ ժամանակ Հրիփսիմեն զինքը հրե ու գփախչի թակավորը գադաղած սպանել գուդա Հրիփսիմեին շատ ծանր գերբով նահատագե բոլոր սիրելներ գույսերը երբագացեք Հրիփսիմեի գոգորտը կբադրի եւ լեզուն դուրս կանե եւ այդ պիսով նահատագել գուդա եւ բոլոր մյուս գույսերուն ուր որ Հրիփսիմեն կնահատակվի այդտեղը Հրիփսիմյանց դաջարը գայսոր ուր որ Գայանեն կնահատակվի եւ մյուս գույսերը Գայանեի վանքը գա սուրբ Գայանեի եւ նաեւ Շողագաթի վանքը գա ինչ որ է եւ որ դտակավոր այդպես կնես սիրելներ նայեցեք այս պատկերը խոր վիրաբի մեջ նեդվիլն է Սուկրիկոլուսավորչին հա այսիգա սիրելներ Լուկա Ջորդանոն կծածե 1679 թվականին այս պատկերներու մեծ մասը ուրեմն Սուկրիկոլուսավորիչը խոր վիրաբն է որ գնեդվի դա ոչ որի մեջ է որ գնեդվի իսկ այս պատկերի մեջ նայեցեք գիտեք որ դերտա թակավորը դրտաբը ուրեմն եւ որ Հրիփսիմյանց բաները գույսերը գսպաններ ակտիվ վերջը դադահած ինչի երես ունենա խոզի տեսեք սիրելիներ այստեղը դրտա թակավորը խոզի երես ունի գլխում վրա թակ Սուկրիկոլուսավորիչ այստեղ որովհետեւ սիրելիներ ուրեմն երբ որ խոզի գերբարանքը ստանա դրտա թակավորը Խոսրովի թուղթը ինքը սիրելներ երազը գլեսնե եւ այդ երազը 5 անգամ կգրտնվի ինչ որ միայն Գրիգորը գրնա քու եղբայրդ բժշկել բայց ինչպես Գրիգորը 14 տարի խորվիրաբի մեջ նետված հիմա մեռած է Խոսրովի թուղթը արքայակույրը Օդա Ամադունի անունով իշխանի մը գսե որ ես այսպիսի երազը տեսա սկիզբ ամեն մարդ գգասկածի բայց գսե երթանք գուքան խորվիրապ եւ բատմիչը ակաթանքեղոս գսե վերևից մորացին Գրիգոր ողջ ես եւ վարեն պատասխան եկավ Աստուծո շնորհքով ողջ եմ եւ սիրելներ Սուրբ Գրիգորը դուրս ելավ խորվիրաբեն կրնակ Երևանայել ինչ վիճակի մեջ պիտելար վստահ ապարթերը սևծած մազերը մորուկը եւ ով մեծ հրաշք այդ խավարի մեջ ապրող մարդը դարձավ հայոց ազգի լուսավորությունը հոգին մեջ են գուքաս սիրելներ ինքը հայ ազգի նկատմամբ ողջ չբահեց այլ լուսավորեց ուրեմն երբ որ դուրս ելավ սիրելիներ այս պատկերի մեջ տեսեք Սուկրիկո լուսավորիչը հրեշտակներով կփարավորվի այս պատկերի մեջ այս վերևը տեսեք Սուկրիկո լուսավորիչը նայեցեք ոսե իր չարչարանքները ոտքերը դախտակներու մեջ կանցնին սիրելիներ երացած ճուրի մեջ կնեդեն զինք տեսեք իր չարչարանքներու պատկերները իրեն ասի որ խաչի վրա գտնեն սիրելիներ եւ ամբողջությամբ գբկարագոձեն եւ վերջը խաչը գտարցնեն եւ դժբախտաբար իր նստադեղիեն ճուր գլեցնեն իր մարմնի մեջ տեսեք ոսե նայեցեք ոտքերը բացած են իրեն գլխի վայր տեսեք Ադոր համար էր որ սիրելներ եւ որ Սուրբ Պետրոս կացին եւ ցեզի ցույց տվի Սուրբ Պետրոսի մեկ թուրը քանի որ Սուրբ Պետրոսը հագարակ խաչվեցավ եւ մարդիկ գարձեցին որ հայմը որ հոներ Ֆիդենցեսի ցեզի գարձեց որ Սուրբ Գրիգորն է անոր համար ինչ գրեց անունը Սուրբ Գրիգոր գրեց ուրեմն Սուրբ Գրիգոր լուսավորիչը որ դուրս ելավ դերտակ տակավոր նայեցեք ձունգի եկածի գաղաչե որ Հիսուս բժշկե Սուրբ Գրիգոր լուսավորիչ բժշկե եւ Սուրբ Գրիգոր լուսավորիչը բժշկելեն առաջ ապաշխարություն կկարոզե գամփոփե Հրիփսիմյանց Գայանյանց գույսերու ոսկորները
եւ վերջը բժշկություն գուտա դրտատ թակավորին գբժշկեզինք դրտատ թակավորն ալ իր մեղքերը կավելու համար շատ չմոռնակ որ ինքը հզոր մարդ է ինչ կնես սիրելներ դրտատ թակավորը մասիս սարեն Արարատեն մեծ ժայրեր գսե բատմիչը իր ուսին վրա գարներ գբերեր որովհետեւ ինչ պատահեցավ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ սիրելներ խորվիրաբեն ելելեն յետքը քարոզեց մարդոց ինչ ապաշխարություն եւ 60 օրվա բայցողություն մենք վերջին 5 օրերու բայցողությունը կգադարենք մեր եկեղեցու մեջ որ դարվա առաջին բայցողությունը կգոչվի առաջավորած բակ որ այդ գիրագի այդ շաբաթ օրը որտեղ Սուրբ Սարգիսի դոնը գուքա անորամար մարդիկ կսեն Սուրբ Սարգիսի ձոմ իրականության մեջ Սուրբ Սարգիսի ձոմ չկա այլ առաջավորած բակ առաջավորած կնշանակի առաջին բակ ինչու որտեղ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ըսավ մարդոց որ ամեն կտալ բակ պիտի բռնեք եւ այդ օրերուն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ քրիստոնեությունը վարդապետեց կարոզեց ամբողջ ժողովրդին եւ ատկե վերջը սիրելիներ այս պատմությունն ալ պատմեմ հետաքրքրական է որ Իշխաններուն ըսավ ոչխարներ մորտեցեք աղքատներու բաժնելու համար գացաններու մեջ դրնել դվավ եւ քրապարով չի մորնակ որ այդ ժամանակ ինչ լեզու խոսեին քրապար մեր հին հայերենը Սուրբ Գրիգոր Լուսավորիչը իշխաններուն ըսավ դախտակներով հարեք ըսա այսինքն ձեծեցեք այս միսը հարեք ըսա այս բառը ժամանակի ընթացքին վերածվեցավ հարիսայի so հարեք ըսա հարիսա այդ բառը գուքա Ուրեմն սիրելներ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ դեսիլք մտեսավ եւ դեսիլքի մեջ ինչ տեսավ դեսիլքի մեջ տեսավ որ երկինք են ով գիչներ Հիսուս Քրիստոսը տեսեք սիրելներ ամեն անգամ որ աչքից դիմաց բամուգուկա դիմաց ամբողջ Սուրբ Գրիգոր Լուսավորչի պատկերներ են մենք իսկապես շնորհակալ բիդանք այս ասկին որ եկան եւ Սուրբ Գրիգոր Լուսավորչի իսկապես մեծ գնահատանքի ասիգա Ուրեմն տեսեք Սուրբ Գրիգոր Լուսավորչի ուրեմն պատկերներն են եւ հրեշտակին հետ խոսակցության ընթացքին այստեղ է իր որդին Արիստագեսի գփոխանցե իր ճաշտոնը այնտեղը գմգրդե Սուրբ Գրիգոր Լուսավորիչը դրտատակավորը գմգրդե այնտեղը դրտատակավորը գբադվե Սուրբ Գրիգոր Լուսավորիչը այնտեղը Սուրբ Գրիգոր Լուսավորչի մահն է գրեցնեք մահն են սիրելներ հիմա կպատմեմ ցեզի նորեն եւ այս վերևն իմ քրխոս վերևն ալ բաժիներ կան նորեն կփոխանցեմ ուրեմն ինչ պատահեցավ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը սիրելներ դեսիլք մտեսավ եւ դեսիլքի մեջ տեսավ միածին որդին երկինքեն իջավ ցերկը ուրնակ մգար մուրջ մգար եւ եկավ եւ զարգավ սանտարամեդականին այսինքն այնտեղ որ փակին գար Եվ ցույց տվավ, որ այդտեղ պիտի լար իր ինչը եկեղեցի, քրիստոնեական հաղթանակի եկեղեցի։ Եվ այդ վայրին վրա է որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի շինեց, եւ ուրեմն Սուրբ Դրտատակավորը ինչպես իր մեղքերու կավության համար 16 գդորներ Մասիս Սարեն բերավ եւ այդտեղ եկեղեցին սարքեց։ Եկեղեցին սարքվեցավ 303 թվականին։ Առաջին եկեղեցին է, որ դուրսը Փացոտիա ոչ թե քետնին դակ, այլ Փացոտիա ամբողջ մարդկության դիմաց եղավ եւ այդ եկեղեցին որ եկեղեցին է Էջմիածնի եկեղեցին այդ եկեղեցու անունը Սուրբ Մարիամ Աստվածածին էր երկրորդ հազարամյակին է որ գոչվեցավ Էջմիածին այսին միածին որդին Էջքը իջնելը իշադակ Հիսուսի իջնելուն եւ սիրելներ մենք քրիստոնեությունը ընդունեցինք որպես pedagogan գրոն 301 թվականին եւ դարձանք աշխարհի բոլոր ժողովուրդներու մեջ առաջինը որ pedagogan ընդունեցին քրիստոնեությունը չմոռնաք որ հռոմեական կայսրությունը եւ որ Կոստանդիանոս գայսը հաղթեց թշնամիներուն Քրիստոսի խաչի զորությամբ կամ նշանի զորությամբ 313-ին նոր արտոնություն դրվեցավ քրիստոնյաներուն որ գրնան ճաշտել իրենց Աստվածը իսկ 324-ին էր որ Հռոմը ընդունեց pedagogan քրիստոնեությունը so աշխարհի մեջ մենք առաջին ժողովուրդ եղանք որ քրիստոնեությունը ընդունեցինք եւ սիրելներ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ իր կյանքի ավարտին փարսացավ լեր եւ մանիա լերները քարայրի մեջը եւ այնտեղ ջկնեցավ իր ճաշտոնը տվավ իր որդին ինչպես կտեսնեք ոս Արիստագեսին Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ամուսնացած էր այս պատկերն է ճիշտ իմացը Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ամուսնացած էր Մարիամ անունով մեգումե հետ եւ երկու զավակներ ուներ մեծին անունը Վրտանես էր
Վրթանեսը ինքը ամուսնացած էր զավակներ ուներ, երկրորդին անունը Արիստագես էր, որ չէր ամուսնացած, եւ Արիստագեսը հետեւաբար չամուսնացածը նախ ինք եղավ Գաթոյգոս, հետո Արիստագեսը մեռնել են, վախճանել են յետքը, իր դեղը Վրթանեսը եղավ։ Գիշեք ցեզի խոսեցա Նիգիո ժողովի մասին 325-ին, Նիգիո ժողովին մաս կազմեցին նաև Արիստագեսը։ Եղավ։ Սիրելներ հոնալ Սուպրիկոր լուսավորչի ամեն դեր Սուպրիկոր լուսավորչի բատկերները կան, մեկ հատ ներողություն, մեկ հատ այս կողմնալ նային, որ ինչ կացվեցի եսեմ։ Ուրեմն սիրելներ, տեսեք, այստեղը Սուպրիկոր լուսավորչի բատկերներն է, հրեշտակը դեսիլքով ցույց կտա, ահա դեսիլքը նայեցեք, դեսիլքով ցույց կտա Սուպրիկոր լուսավորչին եւ դեսիլքի մեջ նայեցեք սույները, լուսավոր սույները, որ եկեղեցին խորտանշ է, նայեցեք ոստեղը դարձյալ դրտատ թակավորը խոզի գերբարանքով, դեսնեք այս պատկերի մեջ խոզի գերբարանքով դրտատ թակավորը, այստեղը սիրելներ Սուպրիկոր լուսավորչի մահն է, նայեցեք թակաղը շարգածեն, հա, եւ գդանին, որովհետեւ այդ ասեմ Սուպրիկոր լուսավորիչը երբ որ վախճանեցավ, մեկը չիմացավ իր դեղը։ Միան հովիվներ կդան եւ չգիտան որ ու մարմինն է եւ ծածուկ թաղեցին։ Վերջը հայտնաբերվեցավ, անոր համար մեր եկեղեցու մեջ 3 դոն կդոնենք Սուպրիկոր լուսավորչին։ Մեկը մուդն ի վիրապ մտելու դոնը, մեկը ելնի վիրաբեն ելելու օրը, մեկը քյուդ նշխարած, իր նշխարներուն, իր ոսկորներուն գտնվելու դոնը։ Ավասիկ ուրեմն գտնվել են վերջը ինչ կատարվեցավ իր թաղումը կատարեցին այստեղն ասիլներ Սուպրիկոր լուսավորիչ նայեցեք բժշկություններ կդարե եղավ հոնալ դրտատ թակավորը ուրեմն գմագրդե ահա տեսեք թե որքան բադվավոր դեղ դրված են այստեղ սիրելներ Սուպրիկոր լուսավորչին եւ ասեմ որ Լադին եկեղեցին Սուպրիկոր լուսավորչի դոնը միշտ կդոնե սեպտեմբերի 30-ին միշտ ամեն տարի իրենք Սուպրիկոր լուսավորչի դոնը կդոնեն եղավ սիրելներ եկեք ամենքս H37-ը բանանք Սուպրիկոր լուսավորչի նվիրված աղոթ պիտենք եւ իր ուրեմն եւ պիտի փառավորենք իր անունը վերջը պիտի արտոնեն ցեզի որ անպայմանորեն սիրելներ Բիդյա որ մենք մտնենք եւ Սուպրիկոր լուսավորչի քանգը համբուրենք։ Էջ 37-ը աղոթենք սիրելներ մեր ազգին համար։ Նախ եկեք 36-ի 5-րդ եւ 6-րդ աղոթները գարտանք։ Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգնույն Սրբո ամեն։ Դեր Հիսուս Պրգիչ քու սուրբ վգայիդ Սուպրիկոր լուսավորչի անունով գոչված այս սուրբ վայրի մեջ քեզի ուխտի եկած ամբողջ սրտով գաղաչեմ մի մերժերզիս դեր եւ նկատի մի արդեր իմ սխալներս Սուպրիկորի արժանանտունակ աղոթներովն ու բարեխոսությամբ զորացուր զիս որովհետեւ գարենամ անսասան մնալ ու թեմ տնել աշխարհի փոթորիկներուն եւ հաղթող դուրս գալ անոնց հորցանքներեն մխիթարե ու սրդաբնտեզիս որբեսի նեղությունները, թարնություններն ու վիշտերը չընկջեն ու չդալբալեն զիս։ Արիացուր զիս, որբեսի գարենամ զորակցիր սուրբ եկեղեցիդ եւ մարդագիծը լամ քեզի, չարին մղած բادرազմի մեջ։ Հոգիով բարձրացուր զիս, որբեսի չգործընծնեմ քեզ մե ուսած հեզությունս եւ խոնարհությունս, ազնվությունն ու վեհանստությունը եւ միշտ ամրորեն գարչած մնամ բարիին։ Հավատքս թավանելու քարոզություն դու ով Աստված, զայն պաշտպանելու շնորհք եւ համարձակություն, զայն ապրելու առաքինություն, զայն ուրիշներուն ավանտելու նախանցախնդրություն եւ զայն լույսի վերածելու սրբազան գրակ։ Ները հանցանքներս, ուղես սխալ ընթացքս, բժշկեզիս ցավերես, առողջացուր սիրտս ու հոգիս, սրբե ցանկություններս, մաքրե բիղծ խորհուրդներս, առաջնորդեզիս, որ ըլամ ընդիր անոթմը, բիդանի ամեն բարի գործի պատրաստ, եւ բարեսեր գամքիդ համացայն ընդունե բոլոր բարի գործերս, եւ ես միշտ պիտի փառավորեմ քեզ, հորը եւ սուրբ ոգիդ հետ միասին, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն, այժմ սիրելներ աղոթք Սուպրիկոր լուսավորչին դոնին արիթով, այսօր մեզի համար դոն է, որովհետեւ Սուպրիկոր լուսավորչին դիմացնենք, սիրելի քույրեր եղբայրներ, գուզեմ որ բահի լրջությունը եւ
Օրտնությունը գիտնակ, որ որքան մենք օրտնված ենք այսօր, որովհետև մեր հավատքի հոր Սուրբ Գրիգոր Լուսավորչի ոսկորներուն դիմաց կգտնվենք։ Այն հավատքի հայրը, որ երկրորդ լուսավորիչ դարձավ մեզի Սուրբ Տարտիոս եւ Պարտոմեոսենի հետ։ Ասի ամեն մարդու չի վադայսրել 10 միլիոն հայերեն դերևս քիչերում մի անվիճակված է եւ մենք Աստված շնորհ կրա որ այդ քիչերեն քիչը ըլլանք որքանք եւ Սուրբ Գրիգոր Լուսավորչին ասենք շնորհակալություն ով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հագարակ ու գրած բոլոր նեղություններուդ մեզի համար դու խավարի մեջ մնացիր փայլ լույս հավաքեցիր ու լուսավորեցիր մեզ ադորամար գսենք այսօր գծնձա եւ գհրջվի Սուրբ եկեղեցին մեծ հանդիսությամբ դոնելով բոլորին դենչալիկ ու հիշադակդ հայրերու մեջ քերազանց ով Սուրբ Հայրաբեդ եւ լուսավորիչ թորկոմա ազգիս Սուրբ Գրիգոր քու անդանելի չարչարանքներով ամբողջ աշխարհը հիացուցիր անօրինակ ճգնությամբ հրեղենները զարմացուցիր որոնք քունդ երգինքեն երգիրիչներով գպութային նահատակությանդ հանդիսադեսը լալ եւ անհամեմատելի համբերությամբ ոտքերուդ դակ նվաճեցիր քորոզացած թակավորը իր զորքերով միասին եւ աստվածահաճո աղոթներով անոնց գուրցած միտքերը լուսավորեցիր եւ Քրիստոսի ավետարանին ըսպասավորը դարձուցիր այսպիսով հայոց ազգը նոր հոգեվոր ծնունդով աստված գիտության լույսին բերիր այդ բաժարով հadouk կերպով լուսափայլեցար բոլոր սուրբերու մեջ եւ արաքելական աթոր եւ բադիվ ունեցար անոնց հետ միասին բսակվելով Քրիստոս Աստուծմե արդ ով մեր հայրը եւ հոգիներու լուսավորիչը քո եկեղեցիդ ամբողջ պաշտոնեության հետ միասին գաղաչենք քեզի որ քու դոնիտ այս հրաշալի օրը հատկապես բարեխոսես մեր Աստուծույն Քրիստոսի որ խաղաղության մեջ բահե մեր եկեղեցին եւ ժողովրդիդ մնացյալ զավակները փրկելով հոգեվոր թե մարմնավոր թշնամիներեն որբեսի միշտ քու իշադագիտ գադարումով փառավորենք հայրը որդին եւ Սուրբ Հոգին այժմ եւ միշտ եւ ավիդյանը սավիդենից ամեն այժմ պիտի հրավիրեմ որ մենք կանք Սուրբ Գրիգոր Լուսավորչի դիմաց դեր ողորմյա երկենք սիրելիներ
աղոթք Արսուր Քրիքոլ ուսավորիչ հայոց արաքյալ, ով ամենագարող եւ ողորմած Աստված, որ Սուրբ Գրիգորի արաքելական քարոզությամբ լուսավորեցիր հայ ժողովուրդը քո ավետարանի լույսով, բարգեւիր մեզ շնոր հավատարմությամբ բահելու եւ պահպանելու նրա ուսմունքն ու իր հզոր բարեխոսությամբ արա, որ հաստատում մնանք հավատքի եւ սիրո մեջ, որբեսի իր հետ ունենանք բաժին հավիտենական փառքիդ մեջ, Քրիստոսիվ, Հիսուսիվ, դերամp մերով, ամեն։ Սիրելիներ, հավատքով եկեք համբուրենք Սուրբ Գրիգոր լուսավորչի քանգը, ես օրհնությամբ ես այն օրհնված անցել եմ մեկ եղած սիրելիներ, իսկապես Աստված ինձ շնորհ կրա, որովհետև եւ որ 2001-ին դակավին ուսանող էի Իտալիայի մեջ եւ այցելեցի առաջին անգամ Սուրբ Գրիգոր լուսավորչին, այդ օրերուն սիրելիներ Սուրբ Էջմիածնեն եւ Վատիկանեն, ուրեմն Սուրբ Էջմիածնեն եւ Գիրիգո Կաթողիկոսներն եւ հայ կաթողիկե բادرյակութենեն Վատիկան թիմացեին, որ Սուրբ Գրիգոր լուսավորչի մասունքներեն իրենց փոխանցեն։ Եվ այդ օրերուն սիրելիներ, ուրեմն Սուրբ Գրիգոր լուսավորչի քանգեն յետևեն լեզերով Վատիկանի արտոնությամբ գդրեցին եւ բաժիմը այսքան մեջտեղեն գդրեցին, մեկ մասը սիրելիներ այդ մասունքին քանգին դվին Գիրիգո Կաթողիկոսյան, մեկ մասը դվին հայ կաթողիկե բادرյակության, իսկ Սուրբ Գրիգոր լուսավորչի ոտքի ուրեմն մասունքը դվին Սուրբ Էջմիածնի եւ երբ որ այսօր երթակ Երևանի Սուրբ Գրիգոր լուսավորիչ եկեղեցին եւ եկեղեցի մտնեք, ճիշտ սերտիմացը սրբա դուփի մեջ դրված է Սուրբ Գրիգոր լուսավորչի մասունքը։ Ուրեմն երբ որ ես այստեղ այցի եկա, դակավին բզիկ երդասարդ վիճակից մեջ ուրեմն մայրաբեդին դեստվեցա եւ ինձ այդ բոլորը երբ որ գսեր իդալացի ընկերմուն էի իդալացի գրոնավորմը, ներս մտա սիրելներ Սուրբ Գրիգոր լուսավորչի մասունքը ինձ այդ օրերու մեծավորուի մայրը այս եկեղեցվո արտոնություն տվա որ ցերկերուս մեջ առնեմ եւ համբուրեմ շրթներուս վրա եւ այդ օրերուն սիրելներ չեք կրնալ երևակայել որ որքան աղոթեր եմ մեր ասկին համար որ Աստված խնայի եւ Սուրբ Գրիգոր լուսավորիչ բարեխոսե ցերկերս կթողտողային սիրելներ եւ որ Սուրբ Գրիգոր լուսավորչի մասունքը համբուրեցի ատկե վերջը քեդին ինգա եւ ժամերով քրքչացի, խնդացի, ուրախացա, լացի, խարան սկացումներու մեջ էի, որովհետեւ ամեն րոպեն որ գիշեի որ Սուրբ Գրիգորը մեզ լուսավորեց եւ հավատքի սերմը որ Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարտոմեոս արաքյալները սերմանեցին, անիկը աջեցավ, շնորհակալություն հայտնեցի մեծ Սուրբին։ Ահա վասիկ հիմա ճիշտ 25 տարի վերջ դարձյալ այս ասող դարունալ եկած եմ, բայց այսօր 25 տարի վերջ սիրելներ, որտեղ 2000 թվականին էր այս պատմությունը որ պատմեցի, եկեք սիրելներ դարձյալ Սուրբ Գրիգոր լուսավորչին ասենք, ով մեծ Սուրբ, բարեխոսե մեր ասկին համար, որբեսի վերջ տրվի մեր հայրենիքի մեջ բոլոր տեսակի բادرազները, բոլոր տեսակի նեղությունները, որ հայոց արաքելական եկեղեցին Սուրբ գրոնավորներ մեջտեղան է, Սուրբ կաթողիկոսներ, Սուրբ բادرյակներ, Սուրբ եպիսկոպոսներ, Սուրբ վարդապետներ, Սուրբ քահանաներ, որբեսի մեր ժողովուրդը սրբության ջամփու մեջ առաջնորդեն եւ մեր հայոց բանակը ամրաբին թլա, թշնամի քնտակ մեր զավակներուն չմոդենա, քերեվարված մեր զավակները քու բարեխոսությամբ ով մեծ Սուրբ դում վերաթարնան եւ մեր ժողովրդի մեջ սեր, խաղաղություն, հաշտությունը լա ինչպես որ թուն ով մեծ Սուրբ աղոթեցիր ասկին համար աղոթե քու ժողովրդի համար ով մեր հոգիներու հայրը Սուրբ Գրիգոր լուսավորիչ որբեսի մենք վերանորոգվենք նույն հավատքով որ մեզ փոխանցեցիր ու փառավորենք ամենասուրբ երրորդության անունը հայրը որդին եւ Սուրբ ոգին այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն ամփուրենք սիրելներ Սուրբ Գրիգոր լուսավորչի մասունքը հավատքով ամենքս կրնակ մոդենալ տուգամ մենքըտ և ես սիրելներ շարականներ գերտեմ Սուրբ Գրիգոր լուսավորչին Հեչ միածին իհոր է և լույս պարացն նմա ցայն քնչեցին սանթարամետ կամ տնտոց դեսյալս լույս մեծ հայրաբեդին Գրիգորի բադ
Յադ մեր ծնծությամբ հավատացյալ արկային եկայք շինես սուրբս խորանալուսով քանզի իսմածակյաց մեզ լույս ի Հայաստան աշխարհ նախ միան համբուրեցեք դեր չկնգամ նախ միան համբուրեցեք չէ Ռաշապարաստված և միշտ բարեխնամով, որ հարաճ կեդոթյամ սպարգոթյոն Հայաստան յայցս գսնավորյալ իբարտևագան մեղաբարդ ազգեն լուսավորիչ մեր շնորհեցեր վասնորով հարեխոսության զորա հրգիչ կեցոս մեզ աժնևիկով հահավորքա լստյան թագավոր եղնավոր զեգեցիկ քո անշարժ վայրան և զերգրվագուս անվանր կոմայան ի խաղաղության օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն հայրներ որ երգիս է Սուրբ Ելիցի անուն քո եկես է արքայություն քո Ելիցի կամքո որպես ինձ ևերի Սասներ անամազոր լուր մեզ այսօր Ով մեզ զնատից մեր որպես ևներ Թողում մերոնց վայրավանա Ելնիդայից մեզի փորձություն Զիգոյե արկայություն և զորություն և քան հավիդյանս հավիդենից ամեն օրհնյալք երերուկ իշնորհացն սրբողոքվույն երթայք խաղաղություն և Տեր Հիսուս Քրիստոս եղիցի ընդ ցեզ ընդ ամենեսյանդ ամեն
Աստված սիրելներ ծեր բոլորին ուխտը գդարն է Աստուծո օրհնանքին դա գաբրինք ասիկա մեծ շնորհք էր մեր բոլորին Աստված բարավոր ասեք փառք ես Աստված փառք ես Աստված Աղակս ամենայնի դեր փառք ես ամեն